Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, սրտիկներս, մենք էլ ենք շատ լավ։ Ուզեցի ալիքում վլոգ տեղադրեմ ու մի փոքրիկ այսպես զրուցեմ ձեր հետ, քանի որ շատ եք գրում, շատ եք հարցնում, զոնայիս առողջության հետ կապված եք շատ անհանգստանում, շատ որ գրում եք, զանգում եք, հարցնում եք, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ զգացված եմ ձեր այդքան բարի ու լավը լինելու համար, շատ եմ հպարտանում ձեզանով, որ դուք բոլորդ այդքան շատ լավն եք, ազնիվ ու բարի եք, բարին կամեցող եք։ Սիրելիներս, ուզում եմ ասել, որ մենք հերթական այսպեսի այցելություններն են կատարում բժշկին, որպեսզի համոզված լինենք, Սոնայիս մոտ ամեն ինչ անցել է, ինչ փուլում է, համարյա գրեթե անցնում է, քանի որ այդ թարախային process-ը որ եղավ, ոնց որ այսպես բերեց, դուրս բերեց ամեն ինչ, բայց հիմա մենք պետք է սպասենք, որ այդ փոքրիկ վերքն էլ լավանա ու հետազոտություններ անենք, հասկանանք, թե երեխայի մոտ ինչից է առաջացել այդ բորբոքային թարախային process-ը, որը որ այդքան հետազոտությունները ցույց չտվեցին, տարբեր հետազոտություններ են կարել, ամեն ձևի, որ ինչ որ անհրաժեշտ է կատարել ենք, մի բան էլ առավել, որպեսզի հասկանանք խնդիրը։ Հիմա մենք այսպես կգնանք էլի մի քանի օր էլ լրիվ վերքը կփակվի ու կհասկանանք, թե խնդիրն ինչումն է կայանում։ Ուզեցի նկարահանեմ, քանի որ շատ եք գրում, երբ կլինեն վլոգներ, լայվեր, սիրելիներս, այս իմ պասիվությունն էլ կապված էր այս երեխայի առողջության հետ, Սոնայիս առողջության հետ, դրա համար ես էլ մի փոքրիկ պասիվացա, Ալիքն էլ մի փոքրիկ պասիվացավ, բայց խնդրում եմ, եթե դիտում եք, հավանում եք, անպայման բաժանորդագրվեք, լայքեք եւ տարածեք, որպեսզի Ալիքը այսպես ասած առաջ գնա, շատ շնորհակալ կլինեմ բոլորիցդ։ Անչափ շնորհակալ եմ, որ նոր միացողներ կան, նոր մեկնաբանություններ կան, նոր որ այսպես ասեմ, Ալիքից մեջ լավ մարդիկ են գալիս, ինչպես միշտ։ Մենք այսպես գնում ենք հիվանդանոցներ, մի քանի օրվա փոքրիկ կադրեր եմ նկարել, ուզեցի որ տեղադրեմ Ալիք, որպեսզի շատ չկարոտեք, շատ չանհանգստանաք, սրտիկներս անչափ զգացված եմ ձեր անհանգստության, ձեր աղոթքների, ձեր բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորից շատ, դուք վայելեք վլոգը, հետո մի քանի կադրեր այսպես ունեմ, խառը օրեր տարբեր նկարած, կնայեք, կդիտեք, կգրեք ձեր մեկնաբանությունները, ես էլ մեծ սիրով կպատասխանեմ դրանց։ Այսքանը, ուրեմն մեր վլոգը սկսենք, ուզեցի մի փոքրիկ ուղակի զրուցեմ ու ներկայացնեմ ձեզ մեր անելիքները ու սիրելիներս, երեկոյան հաց եմ պատրաստում, ուրեմն որոշեցի այսպես կարտոֆիլը համեմ մեծի աղով եւ կարմիր պղպեղով սոխ եմ դրել եւ խոզի միս, այսպես կփաթաթեմ ֆոլգայով, հիմա կավելացնեմ կարակը եւ կտեղափոխեմ ջեռոցը, որ ինքը ֆոլգայի մեջ եփվի։ Այս անգամ որոշեցի բաց չթողնեմ, ֆոլգայի մեջ ուզում եմ կարակով ինքը այսպես հավես եփվի, տակ, սենց պարտադիր չի կարտոֆիլը կարմրի, ցանկացա այս անգամ այս տեսքով ձևով պատրաստեմ։ Հիմա կարակն էլ ավելացնեմ, կփակեմ ֆոլգան ու կտեղափոխեմ ջեռոցը, թող պատրաստ լինի, արդեն ցույց կտամ ձեզ, կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես եղավ։ Ուրեմն խոզի միսն էլ սովորական համեմված է, իրենք լավ մեծ կտորներ են, այսպես թող ինքը կարտոֆիլի հետ ինչքան որ կեփվի, եթե կարիք լինի վերջում միսը կարող եմ բացել մի քիչ էլ կարմրացնել, բայց ուզում եմ այս անգամ ոչ կարմիր վիճակում համտեսենք ու փորձենք։ Եկեք կարակը դնեմ։ Այսպես կարակ դրեցի ընդհանուր, ինքը դե պարզա կհալվի, կգնա տակը, չի էլ մնալու վրան, ուղղակի ես ուզեցի, որ ինքը ուղղակի կարակի համը տա, ես հիմա կփակեմ ֆոլգան ու կթողնեմ, որ եփվի։ Բարձր ջերմաստիճան կմիացնեմ ջեռոցը, որ լավ եփվի։ Եկեք այսքան տեղը ուրեմն անջատեմ, տեղափոխեմ ջեռոցը, արդեն երևի թե պատրաստի վիճակում կկիսվեմ ձեզ հետ։ Առայժմ
Ահա սիրելիներս պատրաստ է մեր կարտոֆիլն ու միսը, ես ֆոլգան ճղեցի հանեցի վրայից, փաթաթել էի, բայց ուզեցի թողնեմ մի քիչ միսը կարմրի ու կարտոֆիլը նույնպես, ծոխերն էլ է արդեն լավ եփված, մի խոսքով շատ լավ եղել է անուշ բուրումը, հիմա կմատուցեմ, կվայելենք, անուշ կանենք, բոլորիդ բարեախորժակ եմ ցանկանում, եթե հաց եք ուտում, մեզ նույնպես, դե ինչ, մենք վայելենք մեր հացը, անջատեմ, կհանդիպենք, հետո հաջողություն բոլորիդ, լավ մնացեք սիրելիներս։ Սիրելիներս, ողջույն, Սոնաս հալվա ուզեց, ես պատրաստում եմ հիմա հալվա իմ տարբերակով, մենք այն փափուկ տարբերակը չենք սիրում ոչ մեկս, ես այնպես եմ անում, ինքը մի փոքրիկ այսպես փշրվող տեսակ է լինում, շատ համով է լինում, մենք այդ ձևն ենք սիրում ու մուգ գույնի ենք շատ սիրում, հիմա Սոնան որ ասում եմ սարքի, բայց քո այն ձևով էլի փափուկ չանես ու բան իրար կպած, հիմա այլուրը կբովեմ, կավելացնեմ 1 բաժակ շաքարավազ և կարագ, այլուրը լավ կկարմրացնեմ, հետո կավելացնեմ շաքարավազը, վերջում կարագը կավելացնեմ, ես ջուր, ոչ մի տենց բաներ չեմ բանանում, ինքը կարագով ինչ կպավ, հենց այդպես անում եմ, ընկույզ կարամ ավելացնեմ մեջը կամ վերջում շարեմ վրան, ոնց կցանկանա Սոնան, այս անգամ այդպես էլ կսարքեմ, չնայած միշտ էլ իրենց ցանկությունով եմ պատրաստում, հիմի այլուրը ես բովեմ, ավելացնեմ մնացած բաները ու ցույց կտամ։ Մոտավոր երևի 400 գրամ կլինի, հեսա եթե ինքը քիչ եղավ, ես էլ եմ ավելացնելու, աչկա չափով, ոնց որ ասեցի, եկեք ես անջատեմ խառնեմ, հա ու մոռացի ասեմ, որ ես ավելացնում եմ նման վանիլին, մոտավոր մեկ չեք թալ, եք թալ վանիլին, ահա իմ հալվայի գույնը, նորից եմ ասում, տեսախցիկը ցույց չի տալիս, այնքան սիրում գույնը կարիճնիվի իրականում, ես ամնում եմ մի քիչ բանանեմ ու կպցնեմ իրար խառնեմ։ Սիրելիներս, ահա եւ վերջացրեցի հալվան, հենց այսպես մուգ, ինքը մի փոքրիկ փշրվող, խրխրթան եւ ընկույզ շարեցի վրան, քանի որ տենց էլ է շատ համեղ լինում, Սոնաս չուզեց, որ մեջը մանրացնեմ, լցնեմ, բայց այսպես համեղ է լինում, կփորձենք, անպայման պատրաստեք, փորձեք, դուք էլ անուշ արեք, սա էլ այսօրվա իմ այսպես պատրաստած հալվան գեղեցիկ եւ ախորժելի, դե ինչ, բարի ախորժակ ասեմ մեզ եւ բոլորիդ, սիրում եմ շատ բոլորիդ, կհանդիպենք։ Երեկոյան էլ մի հատ այսպես համեղ ջրալի սուպիկ պատրաստեցի, որպեսզի վայելենք,
Են որ այս ցուրտ օրերին իսկականն է տաք սուպիկը վաղուց չի պատրաստել սովորական սուպ որոշել էի ընդհանրապես միշտ չգցի, բայց վերջում փոշմանեցի, ասեցի լավ պատրաստեմ մսով, ուզում էի ընդհանրապես մենակ սովորական առանց մսի սուպիկ անեի։ Էնպես համով եղավ, վաղուց չենք երե հավեսով բոլորս էլ վայելեցինք։ Բարյախորժակ բոլորիդ սիրելիներս, ովքեր հաց եք ուտում։ Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք։ Հուսով եմ, որ բոլորդ շատ լավ եք, մենք նույնպես։ Հավես տակ եղանակա, առավոտ շուտ է, երեխեքը դպրոց ու պարտեզ են։ Ամուսնուս ընկերը զանգեց, ոսկեվազից է ինքը, իրենք կլուբնիկի այգի ունեն մեջ, թե ջերմոցներ չգիտեմ, բայց շատ համով կլուբնիկ է, մենք վերցնում ենք հենց սեզոնը սկսվում արդեն։ Կանչելա մեզ, որ մենք կլուբնիկի բաներ բերենք, քոլեր, հա, ուզում է ամուսինս որոշել է, չգիտեմ, մենք вообще չենք զբաղվել ոչ մի տենց բաներով, ուզում է տնկի, սիրուն տրուբաների մեջ տենց բաներ կամ ծաղկամանների մեջ տնկենք, աճացնենք, տեսնենք կստացվի, կգնանք մի քանի հատ կբերենք, որ ամանների մեջ տնենք, տեսնեմ ինչա, ճանապարհին կնկարեմ։ Զոնաս ու հուվուլես դպրոց ու պարտեզ են, մենք էլ կգնանք, կգանք, հավեստակ եղանակ այսօր, բարևա, ջատեմ եսա, էլի կնկարեմ, Սիրուն հեսում եմ բյանը, սիրուն է, ինչքան շատ են ես կողմի վրա, չէ, ինչքան շատ էլ են կողմներ ավելի։ Արագիլները։ Սիրուն է։ Էսի օշականն է էլի։ Ինչ ես անում, Սոնջա։ Շո՞ր եմ դասավորը։ Հա։ Էսի վերջրակ քեզի քո ապրիլի 7-ի նվերն է։ Շնորհավոր կյանքս առողջակնես։ Հələ նստի տենանք ինչա։ Մաման այս անգամ քո համար նվեր արե։ Նասկիները։ Շատ սիրուն է։ Էս մեկը ինչա, էս էլ անասկի։ Դու սպիտակ նասկի։ Շատ սիրուն։ Իրանք սնեն սիրուն են ու տես ծաղիկներ կա վրան։ Սիրուն ու ցանցից է, էլի բարակա հիմիկվա է, ձեռնոցներով գործ եմ անում, դրել է, ճղվել է ձեռնոցից։ Ունդեղ երկու հատ բան կա, հանի ասեմ, կադրից դուրս, հատես ծալած են միջի բաները հանի, հանի։ Բացի տես։ Վերխա։ Լասինայի հետ հակնելու, հա, վերխա, շատ սիրուն է։ Ապրես։
Հələ պահի վրետ։ Կլնի տես, հա։ Իգիրանք գիտես, չէ, թևերը մի փոքր սենց կիսատոտա ձևնա տենց։ Հավանեցիր ինքը կտորեն ես լավն է, բամբակա ու սենց բաներով բացվող ինքը։ Ընդեղ էլ երկու հատ փոքրիկ բանկա էսա, հա, ոչ եթերային է, կանջատեմ կյանքս էսա դու կտենաս։ Հավանեցիր նվերներդ։ Դու իլ օպրես կյանքս անջատեմ։ Բայց իմ բացիկն ես կտաս։ Հա, բերեմ ցույց տամ քո բացիկը։ Դու էտե անջատեմ դու նայ, ես բացիկը ցույց տամ։ Այս էլ իմ աղջկա բացիկն է, իմ համար պատրաստ է բերել է ապրիլի 7-ին։ Մամ ջան, իմ շատ սիրելի մայրիկ, սիրում եմ քեզ։ Շատ ուզում եմ միշտ լինես առողջ ու երջանիկ քո սիրելի Սոնայից։ Դու էլ ապրես կյանքս, իմ սիրելի Սոնայից։ Իմ բալեքը թող ամենակարևորը առողջ լինեն, մամայի մեծ նվերը է դա։ Ու ես գիտեք ինչ եմ գրել։ Այն որ ասում են մամ ջան։ Ոստե սիրուն կակաշներ են։ Կակաշները շատ սիրուն է ստացվի կյանքս, ապրես շատ։ Շատ սիրուն է իմ աղջիկ։ Դու էլ ապրես։ Եկեք դե անջատենք, դու քո նվերները վայելի, ես է գնամ գործերս անեմ։ Մաման ձեռնոցներով գործ անում։ Այո։ Սիրելիներս, գնումներիս մի մասն էլ ցույց տամ, փոքրիկ մասը ցույց կտամ, ծննդային գնումները արդեն տեղավորել եմ, չեմ նկարել, ժամանակս չհերիքացեց, բայց ուզեցի այս տնտեսականից մի փոքրիկ հատված ցույց տամ, գնել եմ այսպես ապակիների հեղուկ, մարմնի հեղուկ եմ գնել, գել, լոգանքի, այսպես ինքը եմիշի հոտով, նորություններ ասեցին լավն է, չգիտեմ, հոտը լավն է, բայց իրեն չեմ օգտագործել, կփորձեմ կտեսնեմ, լավն է թե չէ, այսպիսի բան վերցրեցի ինձ համար, հովուլի համար մկրատ վերցրեցի, Սոնան իրան սենց բան վերցրեց, նայեք ինձ սիրուն եղունգներ է, հետևը սենց զամակ լեուշի բաներ կա, որ հավանեց ուզեց վերցնի, արձակուրդներին թող օգտագործի կամ ինչ որ առիթի գնալուց երեխայի հավեսը տվեց, ինքը սենց մանկական պուպուշ փոքրիկ եղունգներ են, սա կրեմ ոսկա, այսպիսի մի բան է, կրեմ սուխոյ կոժի դլա օչեն, շատ չոր մաշկի համար, այսպիսի կրեմ ոսկա, այսպիսի բան վերցրեցի, արգանայզեր է ինքը, են որ ինչ ուզես կարաս իրա մեջ տեղավորես, թե կոսմետիկայի պարագայում, թե խոհանոցում, թե հենց տենց առօրյա, ինչ որ մի տեղ կօգտագործեմ, երևի թե հավանաբար կոսմետիկաներ կդնեմ, մեջը, մինչև որ ինձ մի հատ մեծ կոսմետիկայի դարակներ, անկեղծ ասած նայեցի չկար, ես մեծ կոսմետիկայի դարակներ եմ ուզում, քանի որ Աննա Քուրիկիս ուղարկած բաները, կոսմետիկաները շատ է, ու ես իրենց ուզում եմ մի հատ առանձին փոքրիկ դարակաշար տենց վերցնեմ, որպեսզի այդ իր ուղարկած կոսմետիկաները տեղավորեմ մեջը, այստեղ կարամ շրթներներ դնեմ կամ ինչ որ մի բաներ սենց, բայց ընդհանուր կոսմետիկան քանի որ շատ է, ինձ դարակներ է հարկավոր, իսկ իմ դարակի մեջ տեղ չկա, այս իմ սենյակում եթե նկատած կլինեք վլոգներից, օրորոցն է հովուլի, իսկ երբ որ մենք հավաքում էինք մեր ննջասենյակի կահույքը, մենք մենակ մահճակալ ու պահարանը գարդիրոպը վերցրեցին, քանի որ տրիմոյի համար էլ տեղ չեր լինի, հետագայում այստեղ որ հավաքվի, արդեն ես տեղ կունենամ, մի օր առանձին ցույց կտամ, որտեղ եմ պահում կոսմետիկաս, ինչ ունեմ, բայց Ամերիկայից ուղարկած իմ լավ կոսմետիկաներն են, որ սենց ուզում եմ սիրուն իրանց տեղ ունենան ու ձեռքիս տակ լինեն, որ անպայման օգտագործում եմ, բայց ձեռքիս տակ չի, հարմար չի ինձ այդպես, այսպիսի շիշ եմ վերցրել հովուլիս համար, պարտեզի, իրա շիշը արդեն բան է եղել, սենց ինքը մեծ երկար բանով է, էտի շատ լավ է, որովհետև ձեռքներս պահում գնում գալիս ենք թեկուս հենց այդ բանով, իր ասենց սովորական շիշա, իր երկար կանթիկով, սենց գոտիով,
Լվանամ կտեղավորեմ, որ երեխեն տանի հետը։ Էլի բաներ եմ վերցրել, չեմ հիշում, երևի տեղավորել եմ ու այնտեղ, հա, լոգարանի հետ կապված շամպուններ, ունդեղ ասվիժիցել բան արդեն տեղավորել եմ, դրանք չեմ նկարել, շատ ժամանակ ես գնումները բերում եմ, արագ տեղավորում եմ ու այդպես էլ չեմ նկարում, սենց, այսքանը, անջատեմ, հետո էլի կմիանամ։